գոհության երգեր բարձրացնենք, եկեք մի ուրիշ երգով ասենք բարի է գոհանալ քեզանից ով մեր Տերը։ Բարի է գոհանալ քեզնից ով Տեր, ու սամոս երգեր քեզի ով բարձրյալ, տասը լարերով ու տավիղներով, միտի ցնցամ արջև կնարով, որպես ով Տեր գործերը պետամեց, ըրդում սիրտս ես կողմեց, որքան մեծ ես Տեր և հրաշալի, և որքան խորհուրդ ու հիանալի, որքան մեծ ես Տեր և հրաշալի, և որքան խորհուրդ ու հիանալի, անօրենը ինձ կկործանե, այս դու Տերից նոր յուղ ողոցեցիր, արմավենի պես սաղկեցուցիր, ինձ բարարդու միշտ ալար պահեցիր, որպեսզի գտնեմ արդարությունը, ու երգեմ մեծությունը, որքան մեծ ես Տեր և հրաշալի, և որքան խորհուրդ ու հիանալի, որքան մեծ ես Տեր և հրաշալի, և որքան խորհուրդ ու հիանալի, անօրենը ինձ կկործանեմ, բայց դու Տերից նոր յուղ ողոցեցիր, արմավենի պես սաղկեցուցիր, ինձ բարարդու միշտ ալար պահեցիր, որպեսզի պատմեմ արդարությունը, ու երգեմ մեծությունը, որքան մեծ ես Տեր և հրաշալի, և որքան խորհուրդ ու հիանալի, որքան մեծ ես Տեր և հրաշալի, և որքան խորհուրդ ու հիանալի։ Հայր Աստված, դեպ քեզ եմ գալիս, խնդրում եմ քո որդու անունից, զորացրու քեզանով մեր հոգիները, և գործիր մեր մեջ ամենագալ, քո օրհնությունը դաժան Տեր, թող իջնի ամենքիս վրա, և սերդ աննման ու կատարյալ, միշտ տեսնի բոլորիս սրտերում, բարձրացնում ենք մեր ձեռքերը, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քո անունը, Հայր Աստված, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քո անունը, բարձրացնում ենք մեր ձեռքերը, քեզ Հիսուս, քեզանով ենք մենք բարձենում, դու ես որ մեզ կյանքի կոչեցիր, մեղքերից հավիտյան մեզ ազատեցիր, Գողգոթայի թանկ արյունով, հրաշքներ գործող թագավոր, ով է Տեր քեզ նման փառավոր, օրհնվի
Աստված կանչելի եւ մեծ իշխան երկնքներից է նա կանչելի եւ փառահավոր եւ թագավոր Աստված կանչելի եւ մեծ իշխան երկնքներից է նա կանչելի եւ փառահավոր եւ թագավոր Աստված կանչելի եւ մեծ իշխան երկնքներից է նա կանչելի եւ փառահավոր եւ թագավոր երբ հայտնվի մեր Տեր իր զոր բազուկով Տերը հզոր Աստվածը այլերը դղրդուն ձեռքերը փայլատան Տերը հզոր Աստվածը երբ հայտնվի մեր Տեր իր զոր բազուկով Տերը հզոր Աստվածը այլերը դղրդուն ձեռքերը փայլատան Տերը հզոր Աստվածը տիրում է Հալելույա, մեր Տեր ամենամեծն է, նա իշխան է, թագավոր եւ փառավոր է, հալելույա Աստված ուղարկեց իր որդուն Հիսուսին, նա հարվածվեց եւ մենք բուժվեցինք, ապրեց Հաճվեց, որ ազատ է
կենթանի է, որտեղ նա ապրում է։ Հալելույա։ Անգամ նա մեր վահան Նա մեր վահանն է, մեր ասպարն է, սուրն է մեր հաղթության, արություն է, սրբություն է, ճամփան է փրկության, ճամփան է փրկության Իմանու եք մեր լեզուն իշխանություն ունի խոսելու կյանք կամ մահ Ուրեմն մեր լեզվի արտահայտությունը դավանակ շատ կարևոր է Կուզենամ ոտքի կայնենք, որոշ դավանակներ անենք, որ այսօր նյութ, որ պետք է խոսանք այդ ուղղությամբ է, բայց մենք կարող ենք մեր իշխանությունը activate անենք, արձակենք, որ այդ իշխանությունը մեջտեղ գա, մի հատ ձևերից այդ որ մենք ճշմարտությունը դավանում ենք, երբ որ ճշմարտությունը դավանում ենք, այդ իշխանություն կա ներսը Եվ դրա համար շատ ժամանակ դևային աշխարհքը եւ բացասական աշխարհքը այդ չի ընդունում, բայց որ մենք գրչակում ենք, ճիշտ մատ ասած ուժ գնում է խնդիրները փոխելու, ձևը կերպելու այնպես որ Աստծոն ուզում փառավորի։ Ուրեմն կարևոր է որ մեր լեզվի խոսքը ինչպես է։ Մեր լեզվի խոսքը պետք է դրական լինի, հավատքով լինի եւ արտահայտվենք։ Դրա համար կարող ենք այսպեսի դավանանք անենք։ Ես Աստծո զավակ եմ։ Ես արքայության զավակ եմ Ես փրկություն ունեմ Ես ունեմ իշխանություն Ես Սուրբ Հոգու տաճարն եմ Աստծո հոգին է ինձանում բնակվում Ես փրկված եմ Ես հավիտենական կյանք ունեմ Ես Տերոջ սիրվածն եմ Ես Աստծո սիրելի որդու արքայության զավակն եմ
Հալելույա, ամեն, ամեցեք, այո։ Նման դավանակներ շատ ժամանակ մարդիկ խոսում են, չեմ կարող, տկարեմ, դրությունները լավ չի, անդադ բացասականություն են արտահայտում եւ դրանք գնում են այդպեսի կատարվի։ Բայց երբ որ մենք կարող ենք դրական արտահայտություն անենք, հավատքով կայնենք խոսենք, մեր խոսքը տպավորիչ է, մեր խոսքը ազդեցիկ է եւ կարող է ուղղակիորեն պայմանները փոխել։ Անցյալ կիրակի ասես թեման խոսեցիմ իր սիրելի որդու արքայության մեջ փոխադրեց։ Տեսեք, բայեն ինչ է, անցյալ է, փոխադրեց։ Աստված մեզ իր սիրելի որդու արքայության ներսը փոխադրել է։ Մենք արքայության զավակներ ենք։ Ինչքան կարևոր է։ Աստծո խոսքից շարունակությունը բերենք, նայենք, տեսեք ամբողջապես Տերոջ խոսքի ճշմարտությունները ստե կա։ Ասպա գոհություն ենք մատուցում, թող ոտքի կայնենք իարգանք Տերոջ խոսքին ոտքի վրա այս մասը նայենք։ Գոհություն մատուցանելով հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերի բաժինը, հասած ժառանգությունը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց, ոչ թե կազատի, ազատեց, մեզի ժառանգ տվավ սուրբերի բաժինը ժառանգելու, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց եւ մեզ իր սիրելի որդու արքայության մեջ կտանի։ Ճիշտ կարդացի։ Փոխադրեց, այսինքն ամեն ինչ կատարված է։ Մենք մատ կարևորագույն խնդիր որ ունենք, պետք է տեսնենք ով ենք։ Մեր ինքնությունը մենք ճանաչենք, մեր հոգևոր ինքնությունը ճանաչենք։ Մենք մեկն ենք, որ խավարից ազատվել ենք, սուրբերի ժառանգորդն ենք եւ Հայր Աստծո սիրելի որդու արքայության մեջ ենք ապրում, որի միջոցով ունենք փրկություն, մեղքերի թողություն, այո, ուրեմն մեղքերի թողություն այդ մասը։ Երկրորդ մասը նայենք Եփեսացիս ուրեմն առաջի գլուխ 18-10 համարները, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի եւ ճանաչեք, թե ինչ է նրա կոչման հույսը։ Ինչքան է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը եւ որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ ավատացյալներից համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Ուրեմն ստեում առաքյալը էս է ասում, ասում է աղոթում եմ, որ դեր աչքերը լուսավորվի, այսինքն մի բան, որ մենք շարունակ պետք է խնդրենք։ Տեր, մեր աչքերը լուսավորի, որ մենք տեսնենք ով ենք։ Այսինքն Աստված մեզի հատուկ աչքով է նայում։ Աստված մեզի աչքով է նայում, մեկերն ենք, որ արքայության զավակներ ենք։ Մեկերն ենք, որ մեղքերի թողություն ունենք նրա ողորմության չափովը։ Այդ ինչքան կարևոր է, մենք այդ տեսնենք, որ Աստված մեզ ինչպես է տեսնում։ Եվ Պողոսի աղոթքը սա է, որ ձեր աչքերը լուսավորվի, ձեր կոչումը տեսնենք, որտեղ սա սկիզբ է ստանալու ամբողջ այդ ժառանգությունը, որ ձեզ տրված է։ Ուրեմն եթե առաջի սլայդի վրա առաջի մասը նայենք, գոհություն մատուցելով հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի բաժինին։ Տեսեք, որ մեր հոգի գոհություն է հայտնում, այսինքն ինչ կա, շնորհակալության խոսք է, շնորհակալ եմ ինչի համար, այսինքն մի հատ գործ մեզ համար արվում է, մենք շնորհակալություն ենք հայտնում։ Ուրեմն այստեղ ցույց է տալի, որ սրանք Աստված նախորոք մեզ տվել է։ Խաչի միջոցով սրանք մենք արդեն մասնակից ենք, սուրբերի բաժինի ժառանգորդն ենք եղել։ Այսինքն, երբ որ մենք գոհություն ենք հայտնում, ցույց ենք տալի, որ Աստված մի բան մեզ տվել է եւ մեզանից չի, մեր լավությունից չի, մեր արժանավորությունից չի։ Իմանում եք, Սուրբ Գիրքը մեծ մասամբ ավետարանը հիմնված է Աստծո շնորհքի վրա։ Աստծո շնորհքը, այսինքն մի բան, որ մեկը արժանի չէ, իրան տրվում է։ Եթե այսօր մեկը մեր մեջ կա, որ տկար ազգում իրան, մեղավոր ազգում իրան, դատապարտված ազգում իրան, զգում է, որ արժանի չէ Աստծո ներկայությանը գալու, դերևս այս կոչումը չի հասկացել։ Այսինքն կարիք ունի վերանորոգի իր միտքը,
Դրա փոխարեն որ ասի ես տկար եմ, անարժան եմ, մեղավոր եմ, արժանի չեմ Տերոջը, պետք է ինչ խոսե, Աստծո խոսքը դավանե, որ Տեր քեզ փառք եմ տալի։ Կարող ենք ձերքս բարձրացեք Տերոջ փառք տանք, ամենս Տերոջ շնորհքով ու ողորմությունով ենք փրկվել։ Տեր փառք եմ տալի քեզի, որ ինձի սուրբերի հետ ժառանգագից ես դարձրել։ Օ, հալելույա, այսին ջրաշալի բան է։ Դրա համար Պողոսը, մերսի, Տերն օրհնի ձեզ, ասում է գոհությունով Տերոջը փառաբանելով, որ ինձ ու քեզ էլ բաժին տվավ սուրբերի հետ ժառանգագից էր լինելու երկնքում։ Մի օր Տերը կգա փառքով ես աշխարհում թագավորելու։ Ինձ ու քեզ էլ տվել է, որ այդ փառքի մասնակից ելնենք, Հիսուսի հետ միասին թագավորենք։ Ոչ ոք իր արժանավորությունով չի կարող երկինք գնա։ Ամեն ազնվորություն Աստծո մեծագույն ողորմությունով, որ շնորհք է կոչվում, արժանանում է երկինքի երթալու համար։ Դրա համար ամենս այդ գոհունակությունով, շնորհակալությունով, փառաբանությունով, որ այդ ստացել ենք։ Գիտեք, կրոնները շատ ժամանակ ասում են շատ գործեր արա, որ եթե ճիշտ ելնես, ուղիղ ելնես, կհասնես ու կարժանանաս մի դիրքի, որ Աստծո ներկայությամբ ընդունելի լինես։ Բայց ավետարանը Աստծո շնորհքը հայտնելով, ասում է դու արժանացել ես ոչ թե քո արժանավորությունով, ոչ թե քո հատկություններով, ոչ թե քո բարությունով, այլ Հիսուս Քրիստոսի աննման շնորհքով ու ողորմությունով։ Եվ Պողոսի խոսքը ուղղակիորեն է դա, եւ ասում է մեզի մասնակից ալավ սուրբերի ամբողջ այդ ժառանգությանը մասնակից ելնելու։ Մի օր Տերը փառքով կհայտնվե եւ կտեսնենք ընդ օ ինչ հրաշալի է, Տերոջ արքայությունը սկսել է։ Հիմա մենք հավատքով այդ ապրում ենք, այդ արքայության մաս ու բաժինն ենք, այդ արքայության զավակն ենք։ Եվ դրա համար Սարեն եղբայրն ասավ, որ երբեմն այդպեսի դևային հոգով անձնավորություններ այդպես խոսում են, տեսնում են մենք ով ենք։ Երբ որ մենք հավատում ենք այդ մեր ինքնությունը, զանազանում ենք, որ մենք արքայության զավակ ենք, այս մեր աղոթքը պետք է շատ փոխի։ Մեր աղոթքը խնդրվելուց ու աղաչանքից փոխվում է հավատքի աղոթք, փոխվում է իշխանություն գործադրելու աղոթք։ Այն աղոթք, որ դևերը շփոթեցնում է, այն աղոթք, որ աչքերը բացում է։ Գիտեք, Եփեսացիս թուղթում ասում է ինչ, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի եւ ճանաչեք, թե ինչ է նրա կոչումի հույսը, ինչքան է սրբերի մեջ եւ նրա փառավոր ժառանգության արատությունը եւ որքան գերազանց եւ մեծ է զորություն, որ մեզանում գործում է։ Այսինքն ասում է, որ այդ զորություն, որ մեզանում կա, այդ զորությունը զանազանեք ինչ զորություն է։ Ասում է զորությունը նույն զորությունն էր, որ Հիսուսի մեռելներից սաղացրավ եւ ամեն իշխանություն ու տերությունից վեր Աստծո աջ ձեռքը նստեցրեց։ Այդ իշխանությունը իմ քո սրտումն ու մեզանում է։ Այսինքն այդ իշխանությունը զորություն ունենք։ Օ, ուրեմն շատ կարևոր խնդիր է։ Այսինքն մենք այդ իշխանության տերը լինելով տրված է մեզ տիրապետել դևերի վրա։ Դրա համար ասում է, եթե դևերն էլ ձեզ հնազանդում են, մի զարմանաք։ Մի ուրախանակ այդքան, ուրախալի պատճառը այո, հաղթություն է, բայց ավելի ուրախ եղեք, որտեղ արքայության զավակ եք։ Նա որ արքայության զավակ է, իշխանությունը դևերի վրա, հիվանդությունների վրա, բացասական կացությունների վրա, կյանքի տարբեր չար բերումների վրա։ Եվ այս սուրբերի ժառանգությունն է, սուրբերի բաժինն է։ Դրա համար մենք կանչված ենք հավատքից հավատք, զորությունից զորություն, փառքից փառք, այսինքն հավատ գործադրում ենք, ավելի տեսեք, օ, այս ինչ հրաշալի է, ես հավատքս գործադրում եմ, շատ բաներ է փոխվում, ավելի գերազանց հավատք է սկսում գործադրվել։ Եվ դրա համար քրիստոնական կյանքը միայն գիտություն չի, որ մենք լավ իմանանք, մեկնաբանենք, Պողոսնով էր այս թուղթը երբ գրվե մեկնաբանություններ անենք, բայց այդ իշխանությունը մեր կյանքում չգործադրենք։ Դրա համար մենք կանչված ենք Սուրբ Հոգու զորությունը մեզանում արտացոլվե։ Ասում է այդ զորությունը, որ Հիսուսի մեռելներից սաղացավ, այդ զորությունը քեզանում է։ Եվ քո բերանի խոսքը, այս նույն Հիսուսի խոսքն է, որ Հիսուսը այդ խոսքով ծովը դադարեցրեց, դևեր դուրս անեց եւ Ղազարոսին կանչեց, Ղազարոս դուրս եկ եւ դուրս եկավ։
Այդ խոսքը քո բերանում է, այդ հավատքի խոսք է։ Հասկանալի ինչ եմ ասում։ Այսինքն մեր բերանի խոսքը իշխանության խոսք է, որ Տերը մեր բերանում դրել է։ Այդ իշխանությունը ինչպես կարող ենք արձակենք, երբ որ դավանում ենք, երբ որ հռչակում ենք, երբ որ ասում ենք ես իշխանություն ունեմ հիվանդությունների վրա, ես իշխանություն ունեմ դևերի վրա, ես իշխանություն ունեմ բացասական կացությունների վրա, եւ սկսում ենք հրաման տալ, դևերին հրաման ենք տալիս, սաստում ենք եւ նրանք դևահար դուրս են ելնում։ Մենք տարիներ ծառայելուց հետո տեսել ենք, երբեմն եղել է մարդկանց համար աղոթել ենք դևահար են եղել ուժեղ ասած շփոթված ասած ցույց են տվել, ֆիդբեք են ցույց տվել։ Կամ ազնվորչերիով ձեռք դրի աղոթել ենք, դիմացին հանգարցակ սկսել գոռալ ու կովի նման ձայնը հանում։ Ինքը նորմալ մեկն է, բայց հանգարցակի իր կերպարանքը փոխվում է։ Այդտեղ մեր կյանքում ազնական կյանքում տեսել ենք, բացի որ ուրիշների վկայություն ու փորձառություններն ենք տեսել։ Նա փառավոր Տերը, իր անունը հրաշալի է։ Եվ եկեղեցին հավատացյալների մեծ առավելությունն էլ սա է, որ Հիսուսի անունն ունի։ Այդ անունը կրում է, այդ անունը գործադրում է, այդ անունը իշխանությունով բանեցնում է։ Եվ դրա համար մենք այդ իշխանության Տերն ենք։ Մենք մեկ ենք, որ արքայության զավակ ենք։ Տեսեք, Հիսուս Տերն ասավ. Ես Աստծո մատով եմ դևերը դուսանում։ Շատ ժամանակ թարգմանվում Աստծո փոքր մատով։ Աստծո փոքր մատով եմ դևերը դուսանում, ուրեմն Տերոջ արքայությունը ձեր մեջ եկել է։ Հիմա նույն իշխանությունը ինձ ու քեզ է տրված, որտեղ Հիսուս Տերն ասավ. երկնքում ու գետնում ամբողջ իշխանությունը ինձ ա տրվել։ Գնացեք եւ ամբողջ աշխարհը աշակերտեք եւ ավետարանը քարոզեք։ Նրանք, որ գհավատան, որ որդու եւ Սուրբ Օգուտանով կմկրտվեն եւ նրանք այդ փառքը գվայելեն։ Այդ իշխանությունն էր Տերը խոսում էր։ Եվ այդ իշխանությունը ինձ ու քեզ ա տրված։ Տրվել այդ իշխանությունը մեզ։ Եվ դրա համար մենք գոհությունով ենք մոտենում, որտեղ դա մեզանից չի։ Շնորհակալություն ենք հայտնում, որտեղ Աստված Քրիստոսով է շնորհել է մեզի։ Աստված Հիսուսի պատճառով տվել է մեղքերի թողություն, այդ ինչքան հրաշալի է։ Այսինքն մեզ համար այդ պատրաստված է։ Եվ երբ որ կայնում ենք աղոթելու Եբրայեցիս թուղթը, ասում համարձակությունով կայնում ենք նրա սրբարանի առջև եւ աղոթում ենք, որտեղ Հիսուսի արյան շնորհիվ ենք աղոթում։ Եվ այդ ձևով մենք առաջնահերթ պետք է իմանանք, այդ իշխանությունը մեզանից չի, եթե հանգարցակի գիտեք, մեկը դադարում է շնորհակալություն հայտնելուց, ուզում ասի, որ դիես է։ Այդ ինձանից է։ Հպարտություն է գալի։ Բայց երբ որ խոսում է Աստծո կողմից, նա ուղարկված է, նա դեսպան է։ Եվ դրա համար մենք Տերոջ կողմից ուղարկված ենք Սուրբ Հոգով հրապուրված, քարոզում ենք ու խոսում ենք այն խոսքը, որ Տերն է տալի, եւ փառքն էլ Տերոջն է, հալելույա։ Եվ դրա համար առաքյալ ասում է գոհությունով, փառաբանությունով Տերոջը շնորհակալություն ենք հայտնում, որ մեզի ժառանգակից դարձավ ամբողջ սուրբերի փառքին ու այդ հրաշալի ապակային, որ Տերը սուրբերի համար պատրաստել է։ Եվ մենք այդ ձևով նրան օշներքում ենք ու մեծարում ենք ու փառաբանում ենք։ Ասում մեզի ազատ է չարի իշխանությունից։ Չարի իշխանությունը, գիտեք, երկու բան է։ Մեկ սատանայի տիրապետությունն է, երկրորդ աշխարհի մթնոլորտն է։ Այս աշխարհը իր այդ մտածելակերպը, այդ տիրապետող բացասական մթնոլորտը, որ կա, էդիկ հակաստված այն է։ Եվ մեկ երբով շնչավոր է։ Դրա համար մարդիկ այդ արքայության ներս ասում են մենք ազատ ենք։ Այն անգամ խոսեցի, որ մարդիկ ազատ են, ինչ անելու, ինչ որ նրանց կիրքերն ու ցանկությունները ուզում են անեն։ Այդ աշխարհի հատկությունն է։ Տեսնում ես, ուզում են ամուսնանան, ամուսնալուծվեն, անվայել ապրեն, միասեռային կյանքեր ապրեն, ինչ ուզում են անեն, ազատ են։ Այդ ազատություն իրանց համար։ Բայց դա գերություն է, մեղքի գերություն է։ Ճիշտ մա ձուկ սահմանափակ տեղ կարող է, ջուրի ներսը, ջուրից դուրս չի կարող իր գոյությունը պահել։ Նույնությունով այս աշխարհի ժողովուրդը դա սահմանափակ, դա շնչավոր կացություններին այո ազատ են իրաց կիրքերի համաձայն ապրեն։
Բայց ազատ չեն, այդտեղից դուրս կան հազվեն Աստծուն եւ Աստծուն պաշտեն։ Որտեղ դե գերի է, այն անգամ խոսացինք, որ Տերը հրյաներին, որ իրան հավատացել էին, ասավ, որ եթե ինձ հավատակ, կազատվեք։ Նա կասենք մենք գերի չենք։ Ասավ ինչու՞ չէ, մեր ոգի մեղանչումը մեղքի գերին է։ Եվ այդպեսով աշխարհը գերությունն ունի։ Աշխարհը գերիա, մեղքի գերիա, շնչավոր կացության, գերիա սատանային առանց որ ինքն իմանա։ Սատանայի իշխանության ներքո է իր կյանքը։ Այդ իր բռնված կացությունը խավարի իշխանության ներսն է։ Բայց երբ որ մի հոգի որ ապաշխարում է, հրաշք է սկսում, խավարից դեպի լույս է գալի, կարող է դու չես այդպեսի զգում, չես նկատում, բայց Տերը այդ տեսնում է, Տերը քեզ տեսնում է, որ խավարի զավակ էիր, բայց հիմա Աստծո արքայության զավակ ես, իր սիրելի որդու համար հայրը մի թագավորություն է կառուցել։ Այս ամբողջ տիեզերքները երկրագունդը ստեղծել է, որ Հիսուսը հավիտյան նրանում Տեր եւ թագավոր լինի։ Եվ մի օր նա փառքով կգա, մեղքը կվերածվի, սատանան կբռնվի եւ նա իր թագավորությունը այս աշխարհում կանե։ Եվ այս ժամանակ ես ու դու Հիսուսի հետ հավիտենական փառքը կվայելենք։ Հիմա մեզ հիմակվանից կարգել է իր սիրելի որդու արքայության զավակը լինենք։ Ոյ, ինչ փառավոր է։ Դու երջանիկ ես, քեզանից չի, քո լավությունից չի, քո սրբությունից չի։ Ինչից է։ Այն շնորհքից, որ Հիսուս Քրիստոս Տերը տալիս է մեզ տվել է։ Եվ այդ ձևով մարդիկ ապրում են գերության, ապրում են խավարի ներսը։ Տեր Հիսուսն ասավ, որ նա որ լույսի ներսն է քայլում, չի գայթաղվի։ Այսինքն Հիսուսն ասավ, ես աշխարհի լույսն եմ։ Նա որ այդ լույսով լույսավորվել այլևս չի գայթաղվի։ Բայց այն որ խավարում է, չգիտե ինչից է գայթաղվում, այսինքն մարդիկ խավարի ներս են եւ չգիտեն որտեղ են եթում, ուր են եթում, ինչ կացություններ ունեն իրանց համար։ Եվ այդպեսով մատ գերավարված կացության ներսն են։ Գիտեք, մատ խնդիր որ շատ ժամանակ կա, մարդիկ այս աշխարհում Իսուսից դուրս, ասում է, որ մոլորված ոչխարների նման են։ Ոչխարը, որ ասած արոտից դուրս է գալի, ոչխարների խումբից դուրս է գալի, մոլորված է, չգիտե որտեղ է այդում, ապահովություն չունի, տեղը չգիտե, եւ համարյա թե գժռած կացության ներսն է, եւ անընդհատ վտանգի ներսն է։ Եվ այդպեսով մարդիկ սատանայի իշխանության լինելով իրանց ապական սատանայի մեկ երբով իշխանության ներքո է, ձեռնահասության է եւ խավարի ներսն չգիտեն որտեղ են եթում։ Եվ շատ ժամանակ կան ազավորություններ ուղղակիորեն այսպեսի ասեմ, որ Եսայա 53-րդ գլուխում ասում է մենք մոլորված ոչխարների նման էինք եւ չգիտեինք որ ուր ենք գնում։ Եվ Տերը մեր ամենի մեղքը Հիսուսի վրա դրավ եւ մեր մեղքերը որ մեղանչել էինք ամենը ջնջեց։ Ընդդեմ երկու հատ բառ է գործածում, հանցանքներ եւ մեղքեր։ Հանցանքներ ու մեղքեր, հանցանքներ, այսինքն մեղքեր, այսինքն մեր ամբողջ սխալները։ Հանցանքները ավելի բուն մեկնաբանության, ասում են որ գիտակցաբար, ապստամբությունով Աստծո ակարակ արել ենք, Տերը այդ ամեն մեղքեր միասին տվավ Հիսուսին, որ մեզ համար ոչ մի մեղք չմնա։ Հալելույա, որպեսզի մեզ որպես իր արոտի ոչխարները բերե իր մոտ։ Բայց ասում է ոչխարները, որ այդպեսի մոլորված են, ճիշտ կարծես արդեն շվարած, Տեր Հիսուսն ասավ, որ մարդկանց նայավ, ասավ ճիշտ մոլորված ոչխարների նման են, շփոթված, մոլորված, կորցված այդ կացության ներսն են։ Եվ շատ ժամանակ ընդդեմ ասում է մեր կիրքերին ենք հետևում, մեր կամքին ենք հետևում։ Հիմա երբ որ գալիս ենք Հիսուսով, աղոթում ենք հայր քո կամքը դնի, այլևս մեր կամքը չէ, այլ որ քո կամքը կատարվի։ Եվ դրա համար ասում եմ որ շատ ժամանակ մարդիկ թեև ապաշխարում են, բայց սկսում են իրանց կամքի համաձայն ապրել, իրանց կամքի համաձայն գնալ։ Եվ այդ ձևով մեկս հավատացյալ է, բայց դերոց իր կամքի համաձայն է ապրում։ Ես չեմ ուզում եկեղեցի եթամ։ Իմ մտածելակերպը, իմ տեսանկյունը, ես այսպես եմ մտածում։ Կամ շատ ժամանակ ժողովուրդ ասում են որ եկեղեցի է թալել այդքան խո չէ, զատկեն զադիկ այդ մենք երիք հայել, այդպես եմ մտածում։
Այսինքն դերվեց իր մտածելակերպն է, չի ասում Աստված ինչ ասում, Սուրբ Գիրքը ինչ ասում, Աստծո ծրագիրն ինչ է։ Ես դրա հետ գործ չունեմ։ Իմ տեսակետով մարդ չպետք է շատ եկեղեցի է թա։ Իմ տեսակետով այդքան աղոթելն էլ ճիշտ չի ախե։ Իմ տեսակետով անդադ Հիսուսից խոսալը ճիշտ չի։ Ճիշտ ասում իր տեսակետով էդի է, բայց Սուրբ Գիրքը ինչ ասում։ Սուրբ Գիրքը ինչ ասում։ Ասում է իրար հետ ժողովելուց անտարբեր մի ելեք, շատեր այսպես եղան հավատքից հեռացան։ Եվ դրա համար երբեմն հավատացյալ անձնավորություններ ասում է ես խոյմ հավատք ունեմ, եկեղեցի չգնամ, կարևոր չի, փրկությունն էլ ունեմ, տոնում կմնամ էլ, կաղոթեմ էլ, աղոթում եմ էլ, չէ, անհավատ խոչեմ։ Այսպեսի անձնավորությունները երթալով կամաց ճիշտ եկեղեցուց ջոգվում են, պաղում են եւ ամենադժվարին խնդիրը սա է, որ Աստծո արքայությանը որ անօգուտ են դառնում։ Եվ երբեմն էլ եկեղեցուց վիրավորված են, իբր եկեղեցին կատարյալ չի։ Եկեղեցում կա թերություններ, եկեղեցում կա մեղքեր, այդ ձևով իրանց արդարացնում են։ Այո, եկեղեցին մատ խումբ, մատ ժողովուրդ է, կա իրանում պակասություններ, սխալմունքներ, թերություններ, ընկնել բերկանալներ ունի, բայց մատ մեծ կոչում ունի։ Ճիշտ Իսրայել ազգին մասա գնում էին Քանան երկիր, եկեղեցին գնում է դեպի Քանան երկիր։ Կատարյալ չի, իհարկե որ չի։ Թերություններ ունի, իհարկե որ թերություններ ունի։ Պակասություններ կա, իհարկե որ պակասություններ կա։ Բայց դրանք պատճառ չի, որ անձնավորությունը ինքը եկեղեցուց ջոգվե եւ իր համար ջոգ ուզենա հոգեվոր կյանք ապրի։ Եվ այդ ձևով այդ իր վիրավորանքները, վիրավորվածությունը թե եկեղեցուց առաջ է եկել, երբեմն իր կամքի ու իր ուզածների համաձայն ապրել, ամեն ինչ ձեռքի տալով, այն էլ մտածում է, որ այսպեսի ճիշտ է։ Այսինքն թողնում է Աստծո խոսքը եւ Աստծո խոսքի ճշմարտությունը։ Բայց եկեղեցին մեկ մարմին է, մարմին իր չի կարող ջոգելնի։ Եկեղեցին մեկ մարմին է եւ գլուխը Հիսուսն է, Հիսուսը եւ եկեղեցին մեկ է։ Չի կարող ամեն մարդ իր գլխով ինչ որ ուզում է անի, որտեղ որ ուզում է դա, ինչպես որ ուզում է ապրի։ Այսինքն ցույց է տալի, որ թե Աստծո կոչումը չի զանազանում, թե եկեղեցու խորհուրդը չի ըմբռնում։ Եկեղեցին այդ ժողովուրդները, որ հավաքվում են միասին, մեկ մարմինի նման, այո, մատ թաղական եկեղեցի կա, մատ աշխարհիկ եկեղեցի կա, մատ էլ ամեն դարերի եկեղեցի, որ Տերը ժամանակին ամեն սուրբերին միասին գավաք է եւ երկնքում այդ հավիտենականությունը, այդ փառավոր ժողովուրդը պատրաստել անդե իր ներկայությանը կելեն։ Բայց հիմա եկեղեցին թաղական եկեղեցի կա, բայց այդ փոքրիկ եկեղեցին այդ մեծ եկեղեցու մատ փոքր նմուշն է։ Միաբանությունը կա, ցավակցությունը կա, իրար ընդունելը կա, իրար կողքի կայնելը կա եւ իրար հետ միասին ծառայում է։ Ուրեմն մի հոգի որ եկեղեցին ջոգվում է, ինքնաբերաբար ինչ անում։ Այդ որ օգնությունը որ պետք է տա այդ եկեղեցու, որ այդ եկեղեցին կարողանա աշխարհում ավետարանը քարոզի, այդ եկեղեցուն տկարացնում է։ Երբ որ 50 հոգի, 30 հոգի, 10 հոգի, 5 հոգի տարբեր իրանց համար անձնական մի կյանք են ընտրում, երթալով եկեղեցին սկսում է տկարանալ։ Եվ այդ որ նրանք որ այդ կոչումը ունեն հովական ծառայություն անելու, եւ Տերոջ պատկամը քարոզելու, դրանք շատ ժամանակ երկու կողմանի ծառայություն են անում, թե պետք է ծառայեն, թե պետք է դուրսում գործեն, որպեսզի խնդիրները հայթայթեն։ Բայց այն որ կոչումը չունի իր համար գալիս է կամ ծառայություն ընտրում կամ սկսում են իրանց համար եկեղեցու ջոգվել եւ իրանց արդարացնում են տարբեր պատճառներով եկեղեցու ձեռու մնալու։ Բայց իրականությունը սա է, սիրելիներս, որ եկեղեցին պետք է հասկանա եկեղեցու խորհուրդը, ժողովուրդը պետք է հասկանա։ Մենք մեկ մարմին ենք եւ Հիսուս Քրիստոսը ղեկավար ու Տեր ու առաջնորդ է։ Եվ դրա համար այդ մեկ մարմինն է, որ իրար կողքի է, իրար կիսվում է, ցավակցում է, իրար քաջարում է, իրար զորացնում է եւ իրար կողքի կայնելով այն հրամանը, որ Տերը տվել է, որ գնացեք ամբողջ աշխարհ կավետարան քարոզեք, այդ ուղղությամբ քայլ է վերցնում։ Ամեն եկեղեցի իր շրջանում որ քարոզում է, ճիշտ տարբեր տեղեր լույսերը դրված եւ դեսպես մեկ քաղաք լուսավորվել է, կամ մեծ էրիա լուսավորվում է եւ աշխարհը այդ ձևով սկսում է լուսավորվել։ Եվ այդ ձևով եկեղեցին, երբ որ զանազանում է իր կոչումը, արդեն իր ինքնությունը թողել է։
Այսինքն իր կամքը, իր ուզածը, իր մտածելակերպը եղել է հայր լինի քո կամքը։ Եվ աշխատում են նվիրվե Տերոջը։ Շատ ժամանակ էս ժողովներում չի ելնում, մենք շատ Էցանք Սուրբ Գիրքը դասավանդելու ընդհանուր քարոզ ենք քարոզում, ձեզ քաջարելու ուղղություններ տալու, բայց ունենք շաբաթվա ժողովները, որ եղբայրներ իմ հավաքվում են, ունենք քույրերի ժողովները, որ սիրելի քույր Շուշիկը, քույր Դիանան ղեկավարում են, ընդդեմ Տերոջ խոսք ուսումնասիրվում է։ Եվ ձեզ քաջարում են, որ քույրերը անպատճառ ժողովներում մասնակցեն եւ եղբայրները անխնա կապեք ինձ հետ եւ թողեք դասավորենք, որ մենք արդեն շաբթի օրերը Մատթեոս ավետարան ուսումնասիրում ենք, եկեք Աստծո խոսքը խորաձև ընդդեմ կիսվում ենք, ուսումնասիրում ենք, միասին դասավանդվում է, որպեսզի մենք Աստծո խոսքի հիմքերն ավելի ունենանք ու սովորենք։ Եվ այդ ձևով ամեն մեծ սիրելի, որ եկեղեցիը հաճախում իր անձնական դասընթաց կլունենա, որտեղ մենք ծրագիր ունենք շատերին պետք է Տերոջ խոսքը ասնի, ամեն, պետք է շատերը Տերոջ խոսքը լսեն, Տերոջ խոսքով դաստիարակվեն եւ Տերոջ փառքը մեր մեջ Երևան գա։ Ուրեմն այդ չարի արքայությունից Տերը մեզ ազատել է, այդ կարևոր է, մենք արքայության զավակներ ենք։ Արքայության զավակն ինչ է, ազատված է խավարից, ազատված է հիվանդությունից, ազատված է դևային ուժերից եւ Աստծո լույսի ներսն է ապրում։ Մենք ունենք այդ երկնային լույսը, ունենք Աստծո ներկայությունը, ունենք Սուրբ Հոգու զորությունը։ Եվ նվիրված Սուրբ Հոգուն եւ Սուրբ Հոգու զորությանը պետք է իշխանություն գործադրեն կյանքի բացասական վիճակների վրա։ Ես կուզենամ մի քանի շաբաթներ խոսեմ մեր իշխանության մասին, որ ավելի ամեն մեկը տեսնեք ձեր բերանի խոսքը եւ ինչպեսի այդ զորությունը, որ Պողոս Արաքյանն ասում է, որ հարության զորությունը մեզանում կա։ Ասամ նույն զորությունը, որ Հիսուսը Իվաններին բուժում էր, Բորոտներին սրբում էր, Ղազարոսին կանչավ, Ղազարոս դուրս եկ, 4 օրվա մեռածը դուրս եկավ գերեզմանից։ Այդ զորությունն ասում է ինձ ու քեզանում է։ Այսինքն ես ու դու կարող ենք այդ զորությունը մեզանում արտացոլենք, Երևան բերենք։ Հիմա ինչպես պետք է Երևան գա, այդ խնդիրները, որ ավելի Աստծո խոսքից կկիսվենք եւ կուզենամ մատ այսպես ձեր տեսիլքը ավելի մեծանա, որ տեսնեք դուք որպեսի արքայության զավակներ ինչ կոչում ունեք։ Եվ դրա կողքին զանազանեք, որ ինչպեսի կարող եք հավատքի աղոթներ աղոթեք։ Եվ երբ որ սկսում ենք այդպեսի աղոթել, այդպեսի ապրել, մեր կյանքը լինում է մատ գործնական դասավանդություն։ Ոչ թե միայն Սուրբ գրային որոշ համարների մեկնաբանություն, այլ ճիշտ Հիսուս աշակերտներին ուղարկում էր, ասավ գնացեք դևեր անեք, հիվանդներին բուժեք։ Գնացին որոշ փորձառություն ձեր վրան հետ եկան, Տեր, այո, դևերը հնազանդում էին, եւ ոմանք էլ ասա յուղ քսելով իրաց բուժեցին։ Բայց ժամանակի ընթացքում ժամանակ եկավ, որ Հիսուսը եւ Պետրոսը շատ իրար նման են եղել։ Պետրոսը կայնում էր Հիսուսի նման, անդամալությունից որ վեր կաս քայլի եւ այդպեսի լինում էր։ Այդ ծյամը մատքին գործկարակերություն մեռած էր, Պետրոսը գնաց Յաֆա եւ ասма գնաց ծունգի եկավ աղոթեց եւ մեռածին հրամանտվա վեր կաց եւ սաղացավ։ Հալելույա։ Այս իշխանությունն որ Տերը տվել է հավատացյալներին, Տերը տվել է եկեղեցուն, եւ երբ որ մենք սկսում ենք այդ տեսնել, դրա համար մենք կարդացինք, Պողոս ասում է որ աղոթում եմ, որ ձեր հոգու աչքերը լուսավորվեն։ Այսինքն մեր խորը նվիրված աղոթք է, որ Տեր մեր աչքերը լուսավորի, մեր կոչումն իմանանք, որ այդ ինչ հրաշալի է, որ մենք ունենք այդ զորությունը մեզանում։ Հովհաննեսը գրում ասում է, այն հոգին, որ ձեզանում է, շատ ավելի զորավոր է, քան թե այն հոգին, որ աշխարհում է գործում։ Եվ դրա համար, երբ որ մենք սկսում ենք այդ զանազանել, այդ գործադրել, մեր կյանքը լինում է ինչ, մի հատ workshop, որ երթալով սովորում ենք։ 5 անգամ աղոթել ենք, 10 անգամ աղոթել ենք, որոշ ժամանակ հաջողվել ենք, որոշ ժամանակ անհաջողություն, եւ սովորում ենք, որ պատճառներն ինչ է։ Եվ երբ որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում, երթալով Տերոջ ձեռքը մեր կյանքում մեջտեղ է գալի։ Եվ այն ժամանակ կունենանք հարյուրավոր վկայություններ, որ ես ունեմ տասնյակ վկայություններ բժշկություններից, դևերի դուրս ելնելու, աղոթների պատասխան հարյուրավոր ձևակերպերով, որ տարիների ընթացքում տեսել ենք Տերը փառավոր ձևով մեջտեղ է եկել։
Եվ նրանք որ մեր կյանքն ավելի իմանում են, որ ինչ հաղթություններ ենք Տերոջ անունով շահե եւ Տերոջ փառք են տալի։ Հալելույա։ Որտեւ մեր Տերը հաղթության Տեր է, մեր Տերը իշխանության Տեր է եւ այդ իշխանություն տվել է մեզի, տվել է եկեղեցուն։ Եվ մենք կարող ենք վիճակների վրա կայնենք, խոսենք եւ հավատքը գործադրենք եւ արդյունքներ առնենք։ Երբ որ աղոթում ենք, հավատքի աղոթք ենք աղոթում։ Երբ որ աղոթում ենք, Աստծո խոստումների հիման վրա ենք աղոթում։ Երբ որ աղոթում ենք, հարատևում ենք մինչև պատասխան առնենք։ Այդ բանալին է, որ աղոթքը կարող արդյունք առնի, որ հետոներս ավելի կբացատրեմ տանց համար։ Ուրեմն մենք իշխանության Տեր մեկերն ենք։ Առաջնահերթ պետք է տեսենք մեր ինքնությունը ով է։ Մենք արքայության զավակներ ենք։ Մենք մեղքերի թողություն ունենք։ Մենք Սուրբ Հոգու օծությունը զորություն ունենք։ Եվ այդ ձևով այդ իշխանությունը ունենք դևերի վրա տիրապետելու, վիճակների վրա խոսելու եւ պայմանները փոխելու եւ Աստծո փառքը Երևան բերելու։ Եվ Տերոջ կամքն է, որ մենք երթալով այս ճշմարտությունները մեզ համար բացվի, եկեղեցու համար բացվի։ Եվ իրականությունն է, որ եկեղեցին միասին է աճում։ Երբ որ միասին են, սկսում են աճել, իրար օգնում են եւ այդ հավատքի դավանանքը գալիս է մետեղ, որ Տերոջ փառքը մեջտեղ է գա։ Եվ դրա համար մենք կարիք ունենք աղոթելու մեր Տեր, իրավի մեր հոգևոր